ասոցիացիան, էլի տրամաբանության մեջ, դուք Նիկոլ Փաշինյանի կինն եք, եւ դուք ոնց ասացիք, ինքալի հիմնադրամի վարձու աշխատող եք։ Այո։ Չգիտեմ ձեր ղեկավարն ով է, բայց դուք այստեղ ենթակա աշխատող եք։ Հոգաբարձությունների խորհուրդն է լինում հիմնադրամների ղեկավարը Վահետ ջան։ Բոլոր հիմնադրամների ղեկավար մարմինը, բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձությունների խորհուրդն է։ Որևէ մեկը գիտի մեր հոգաբարձությունների խորհրդի կազմի մասին, իհարկե ոչ։ Եկեք տեխնիկական բաների մեջ չմտնենք։ Ախր դրանք տեխնիկական բաներ չեն, դրանք փաստեր են, որոնք հուշում են շատ կարևոր ինֆորմացիաներ։ Լավ, հարցը։ Դուք Նիկոլ Փաշինյանի կինն եք Երիցից։ Այո։ Եվ դուք Եվ դուք գործադիր տնօրենն եք ինքալի հիմնադրամի վարձու աշխատող, որի ղեկավարը հոգաբարձությունների խորհրդի նախագահ Լենա Նազարյանն է։ Ոչ, հոգաբարձությունների խորհուրդը։ Խորհուրդն է, այո։ Այս երկու փաստ հորինակցությունն են, դառնում է ասոցիացիա, որ ինքալի հիմնադրամի վարձու աշխատող Տիկին Աննա Հակոբյանը գործադիր տնօրեն հիմնադրամի, որը միաժամանակ հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի կինը, երկուսով միաժամանակ քայլում են այդ երկու կերպարը միաժամանակ, որը մեկ անձ է, քայլում են Գյումրիում իրար հետ։ Նախաքարոզչական շրջանում, որը կարելի է ոչ ֆորմալ իմաստով քարոզություն է։ Հիմա հարց, մարդիկ ձեր հիմնադրամի շահառուները, որոնք որ տեսնում են երկրի ղեկավարի ՔՊ խմբակցության, ՔՊ կուսակցության նախագահի եւ առաջնորդի կողքին քայլում է այն հիմնադրամի գործադիր տնօրենը աշխատող, որ իրենց ունը օգնել է շուրբաները։ Ինչ են հասկանում։ Հիմա ինչ պիտի հասկանան այդ մարդիկ, ձեր բոլորի եւ բոլոր լրատվամիջոցների եւ ընդհանրապես բոլոր քաղաքացիական զգացողություն եւ արժանապատվություն ունեցող մարդկանց շնորհիվ պետք է հասկանան, որ բոլոր քաղաքացիները, այդ թվում կանայք, ունեն ազատ ընտրության եւ կամարտահայտության իրավունք եւ դեռ ոչինչ չի նշանակում լինել ինչ որ մեկի կինը քողկով քայլել եւ դա ընդունել որպես քարոզչություն։ Բարձա Ես ուզում եմ բոլորին, ասում չգիտեմ, այո, որովհետև մեր կյանքում օրենքները մի կողմ, մեր մնացած խոսակցությունները մի կողմ, միջազգային կոնվենցիաները մի կողմ, կյանքը մի կողմ, սահմանադրությունը մի կողմ, մեր կյանքը մի կողմ, եւ ես հիմա պայքարում եմ մեր երկրում, պայքարում եմ իմ սահմանադրական իրավունքի համար։ Եվ պայքարում եմ ցանկացած կնոջ սահմանադրական իրավունքի համար, եւ այդ սահմանադրական իրավունքը պաշտպանում է ցանկացած կնոջ, լավ ցանկացած ընտրողի զուգահեռաբար, ցանկացած 18-ամյա ընտրողի, ցանկացած 88-ամյա ընտրողի ազատ գաղտնի կամ արտահայտությունը։ Դա պաշտպանված է եւ դուք եք այն մարդիկ, որ պետք է քաղաքացիներին հիշեցնեք այդ մասին, կամ չհիշեցնեք, կամ խորապես մոռացության մատնեք, թույլ տալով անցնելով սահմանը, հարցնելով հարցեր, որ չպետք է բացարձակապես հնչեն։ Դա վերաբերվում է նաև հարցումներին։ Իմ քայլի հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը տարբեր մարդիկ են, դա եք ասում։ Չեմ ասում տարբեր մարդիկ են, մի մարդ է, որ ունի իրավունքներ, որոնք պաշտպանված են։ Անկախ նրանից ով մոտ ով ինչ ասոցիացիա առաջացնում ունի պաշտպանության իրավունք եւ գալիս եք այստեղ որպես վարձու աշխատող այստեղ աշխատելու ինքալի հիմնադրամում, բայց դուք ըստ օրենքով ՊՊՑ-ի նաև բանով օրենքներով դուք որպես Նիկոլ Փաշինյանի կին օգտվում եք պետական պահպանության ծառայությունից, հսկայական անհատականներ ունեք, ինքնազոհում եք, ձեզ սպասարկում է պետության հաշվին գնված $150,000 մոտ, Lexus LX 500, ամենագնաց, ձեզ ուղեկցող մեքենակ, այսինքն այդ ամենը օրենքով ձեզ տրվում է, բայց դուք այստեղ վարձու աշխատող եք, մի բան չի բռնում իրար։ Ինչը չի բռնում իրար։ Գալիս եք այստեղ որպես վարձու աշխատող չգամ աշխատելու, ինչը չի բռնում, չաշխատեմ, այսինքն դուք ինձ զրկում եք նաև բոլոր մարդկանց նման հավասար աշխատելու իրավունքից եք ինձ զրկում։ Բայց ինչն եք, բայց ասում եք մի բան չի բռնում, չաշխատեմ, ինչ անեմ։ Աշխատեք, բայց դուք այսինքն ՊՊՑ-ից հրաժարվեմ, ինչ անեմ, եկեք օրենք փոխենք։ Եկեք բան սկսենք, օրենքները փոխենք, ինչ ասել, ինչ եք ասում։ Դուք այստեղ ինչ քայլում եք, բայց նաև Փաշինյանի կինն եք, այդ երկուս իրար հետ չի բռնում։ Դե ես էլ բոլորին հորդորում եմ լուրջ վերաբերվել մեր սահմանադրությանը։
մեր սահմանադրության կետերին, լուրջ վերաբերվել, որովհետև դրանք մեզ են պաշտպանում, մեզ բոլորիս։ Սերամուսին հենց առաջին